1000-ից ավելի երիտասարդներ ԱՊՀ ամբողջ տարածքից, նրանք են Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցկացվող ԱՊՀ երկրների միջազգային կրթական ֆորումի մասնակիցները։ Ողջունելով ֆորումի մասնակիցներին ԲՀԿ նախագահն ընդգծեց այսօրինակ միջոցառումների կարևորությունը, շեշտելով, որ այսպիսով բարենպաստ հող է նախապատրաստվում ԱՊՀ անդամ երկրների երիտասարդների միջև արդյունավետ գործակցություն ծավալելու համար։ Уважаемые гости, хочу приветствовать вас всех. Հարգելի հյուրեր, սրտանց ողջունում եմ բոլորիդ մեր երկրում։ Մեր երկրում առաջին անգամ է նման մասշտաբի միջոցառում իրականացվում, որին մասնակցում են ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների երիտասարդական թևերի 1000-ից ավելի ներկայացուցիչներ։ Սա լավ առիթ է միմյանց հետ շփվելու, նոր կապեր եւ ծանոթություններ հաստատելու, համատեղ քննարկումներով եւ նոր երիտասարդական նախաձեռնություններով հանդես գալու համար։ Իմացեք, որ ես միշտ ձեր կողքին եմ, պատրաստ եմ իմ հնարավորության սահմաններում մշտապես աջակցել ձեր բոլոր ծրագրերն ու նպատակները կյանքի կոչելուն։ Վստահ եմ, որ ԱՊՀ երկրների բարեկամ կուսակցությունների երիտասարդական թևերի գործունեությունը պետք է ավելի զարգանա եւ խորանա։ Հուսով եմ, որ այս օրերի ընթացքում դուք կքննարկեք նաեւ ավելի երկարաժամկետ գործակցության նոր ծրագրեր։ Սիրելի երիտասարդներ, նորից ողջունում եմ ձեզ այս հավաքի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ հաճելի հանգիստ եւ անմոռաց տպավորություններ մեր երկրից։ Вам желаю хорошего отдыха. Օգտվելով ընձեռված հնարավորությունից երիտասարդներն անձամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին հրավիրեցին ներկա գտնվելու միջազգային ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը։ В первую очередь, Гагик Николаевич, позвольте поблагодарить вас. Առաջին հերթին պարոն Ծառուկյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս աննախադեպ նախաձեռնությունը կյանքի կոչելու, հնարավորություն ընձեռելու եւ հովանավորելու համար։ Վաղը մեկնարկում է ֆորումի աշխատանքը եւ մենք սրտանց уզում ենք հրավիրել ձեզ, որպեսզի դուք մեր кողքին լինեք ֆորումի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Гагик Николаевич, позвольте вам еще преподнести майку, кепку и бейдж нашего завтрашнего открытия. Ծաղկաձոր 2011 խորագրով ֆորումն անցկացվելու է 4 ուղղություններով ու 4 հերթափոխով։ ԱՊՀ երիտասարդների գործակցություն, երիտասարդ քաղաքական գործիչներ, սոցիալական ցանցեր եւ երիտասարդական քաղաքականություն, ԱՊՀ դիտորդներ։ Ողջունելով ԲՀԿ նախագահին տարբեր երկրների ժամանած պատվիրակները նախ շնորհակալություն էին հայտնում նման հնարավորության ընձեռման համար, հետո հույս ու համոզմունք հայտնում, որ ֆորումը շատ շուտով տալու է իր դրական արդյունքները։ Уважаемый Гагик Николаевич, мы рады вновь побывать на гостеприимной армянской земле. Сегодня мы собрались здесь, в здании процветающей Армении, для того, чтобы поприветствовать друг друга и предварительно открыть наш форум ЦК-ДЗОР 2011. Я с радостью хочу сообщить, что мы привезли с собой приветственное письмо от лидера нашей страны, премьер-министра России, лидера партии «Единая Россия», а также лидера Всероссийского народного фронта Владимира Владимировича Путина. Я хочу отдельно поблагодарить председателя партии «Процветающая Армения» Гагика Николаевича Царукяна за гостеприимство и неоспоримую поддержку молодежи. Мы хотели бы вручить вам подарок от нашей делегации. Пусть он вас хранит и напоминает о нашей сегодняшней встрече. Всем участникам успехов на форуме, новых друзей и побед. Ներկաներից ոմանք շնորհակալական խոսքերից զատ նաև խորհրդանշական նվերներ էին նախապատրաստել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի համար։ Я от лица самого западного региона Российской Федерации, Калининградской области, именно от регионального политического совета партии «Единая Россия», хотел также выразить благодарность, что вы своими силами проводите такое мероприятие, оно действительно востребовано в молодежной среде в России, и передать небольшой сувенир в знак доброй дружбы и длительных дальнейших отношений по сотрудничеству в рамках вот таких мероприятий. Спасибо. Ֆորումի ընթացքում նախատեսված են դասընթացներ, սեմինարներ, շնորհանդեսներ, էքսկուրսիաներ, մրցույթներ, ժամանցային ծրագրեր։ Ավարտին հանդիպման մասնակիցները Գագիկ Ծառուկյանին հրաժեշտ տվեցին օգոստոսի 20-ի երեկոյան Ծաղկաձոր 2011 ԱՊՀ երկրների միջազգային կրթական ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը հանդիպելու ակնկալիքով։ Իվետ Ատոնոյան, Հովհաննես Քյուրքչյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։